Ողջույն ռադիո մենքի մեր շատ հարազատ հարգարժան ունկնդիր։ Ինչպես խոստացել էի նախորդ դասին, այսօր շարունակելու ենք կոմբինացիայի թեմայով մեր դասընթացը։ Եթե լավ հիշում եք, նախորդ դասին մենք աշխատում էինք մատային բնորոշ եզրափակումներ թեմայի շարունակությունը որպես կոմբինացիաներ ձեզ ցույց տալ, որտեղ յուրաքանչյուր դիրքում, յուրաքանչյուր կոմբինացիա ձեռնարկելիս թաքնված էր այս կամ այն բնորոշ մատային եզրափակումը։ Այսօր մեր նպատակը ցույց տալն է, որ կոմբինացիաները միայն չեն ձեռնարկվում նրա համար, որ մատանեն։ Կոմբինացիաներ ձեռնարկվում են նաև այլևայլ նպատակների համար։ Հետևաբար մեր դասի այսօրվա թեման է տարբեր նպատակներ։ Կոմբինացիաներ, որոնք հետապնդում են զանազան նպատակներ։ Լավ իմանանք։ Շախմատային յուրաքանչյուր ծրագրում անպայման պետք է իր հիմքում ունենա նպատակ։ Նպատակ, որտեղ մատ ենք անում։ Նպատակ, որտեղ զինվոր ենք շահում, ֆիգուրա ենք շահում։ Նպատակ, երբ որևէ ստրատեգիական, ռազմավարական նպատակ է հետապնդում, այսինքն գծեր ենք բացում, կետեր ենք գրավում, կարևորագույն։ Դուք դրանց մասին ավելի մանրամասն կիմանաք, երբ որ լավ շախմատիստ կփորձեք դառնալ կամ արհեստավար շախմատիստ կփորձեք դառնալ։ Հիմա իմիջ այլոց եմ ասում, որովհետև դեռ դուք սկզբնակ եք։ Էլ ինչ կարելի է ասել հետևյալը, որ նաև կոմբինացիաները իրականացնում են տարված դիրքերը փրկելու համար։ Միայն հաղթելու համար չի, միայն առավելություն ստանալու համար չի։ Հնարավոր է որ մրցակից կողմը ունի նյութական կամ դիրքային առավելություն, վճռորոշ առավելություն, որ կարող է հաղթել։ Թույլ կողմը, մրցակից կողմը կարող է իրականացնել կոմբինացիա անակնկալ ձևով, անսպասելի կերպով եւ փրկել խաղը։ Ահա այսօրվա մեր թեման հենց ինչպես անել, որ մրցակցի առավելությունը, որը կարող է բերել նրան հաղթանակ, իջիկ դարձնել։ Իմիջիայլոց դա հնարավոր է հետևյալ ճանապարհներով։ Կամ հասնել այնպիսի դիրքի, երբ պարտադրում ես մրցակցին ոչ ոքի, իսկ ոչ ոքիների տեսակներ մենք նախորդ դասերում անցել ենք, այսօր կրկնության առումով ասեմ, դա հնարավոր է հավերժական շախի միջոցով։ Եվ անընդհատ հարձակվում ես մրցակցի արքայի վրա եւ արքան պաշտպանության այլ ելք չունի, միայն նահանջի կրկնելով դիրքը։ Ուրեմն առաջին տարբերակը, երբ պարտադրում ես ոչ ոքի, դա հավերժական շախն է։ Այլ տարբերակ, երբ պատային իրավիճակ է ստեղծում։ Դարձյալ այս մասին խոսվել է, եւս հիշենք, պատ դա այն իրավիճակն է, երբ մրցակիցներից որևէ մեկը իր քայլ կատարելու ժամանակ չունի հնարավորություն քայլ կատարելու։ Որևէ խաղաքար համապատասխան կանոնով առաջ շարժել, տեղաշարժել չի կարող։ Դա պատն է, նույնպես ոչ ոքի։ Եվ հետևաբար այսօրվա մեր օրինակները, որ ուսումնասիրելու ենք, որտեղ կոմբինացիաներ են լինելու, հենց հիմք ունենալով պատի, հավերժական շախի, դիրքի կրկնության գաղափարը, հիմքում ունենալով դա կարողանանք առաջ գնալ։ Եվ այսպես դիրք առաջին բավականին բարդ դիրք է, բայց շատ ուսանելի եւ կարեւոր, փորձենք տեսնել ինչպես են նախ դիրքը գնահատենք, հետո տեսնենք ինչպես է թույլ կողմը կարողանում խուսափել պարտությունից իրականացնելով հավերժական շախի գաղափարը։ Սպիտակներ արքա B1 բաբկեն 1 թագուհի E2 նավակներ Դավիթ 1 H1 փիղ Դավիթ 3 J5 ձի C4 զինվորներ A2 B2 C2 F4 G4 H4 սևեր արքա J8 թագուհի A5 նավակներ A8 B5 բաբկեն 5 փիղ E7 ձի F6 զինվորներ A6 B7 Դավիթ 4 F6 G7 H7 F7 Դիրքը կրկնում եմ, քանի որ առաջին հերթին աշխատեք խաղատախտակի վրա դնել դիրքը եւ ապա այն գրանցել։ Առանց այս ամենը անելու անիմաստ կդառնա մեր դասընթացները։
մեկ է հիշողությունը ինչքան էլ որ ուժեղ լինի, այսուհանդերձ չեք կարող մտապահել բավականին բարդ դիրքը խաղատախտակի վրա։ Սպիտակներ արքա B1 թագուհի E2 նավակներ D1 Դավիթ 1 H1 փղեր Դավիթ 3 J5 ձի C4 զինվորներ A2 B2 C2 F4 J4 H4 սևեր արքա J8 թագուհի A5 նավակներ A8 B5 բաբկեն 5 փղեր C8 E8 ձի F6 զինվորներ A6 B7 E6 F7 J7 H6 վարպետների խաղացած պարտիա է եւ այս պարտիան խաղացված է շատ վաղուց 70-ական թվականներին նամակագրությամբ ինտերնետային կապը համացանցային կապը այնքան ուժեղ չէր կամ այն ժամանակ գրեթե չկար այսօր կարող են պարտիաներ խաղալ աշխարհի տարբեր անկյուններից համացանցի օգնությամբ այն ժամանակ այդ հնարավորությունը չունենալով խաղում էին նամակագրությամբ կարող էր մի պարտիան խաղը տևել մի քանի ամիս քայլը կատարվում էր ուղարկվում էր մրցակցին, մրցակիցը քայլը կատարում էր եւ ուղարկում իր մրցակցին եւ այսպես շարունակ մինչեւ խաղի վերջը կարող էր տևել մինչեւ կես տարի մի պարտիա։ Բնական է այդ պարտիաները բավականին հասուն պարտիաներ էին, քանի որ մրցակիցը ժամանակ ուներ մտածելու օրեր, նույնիսկ շաբաթներ։ Ժամացույցով տրված չի որ մրցակիցի հետ խաղալով համապատասխան սահմանափակում գոյություն ուներ ամենաերկար պարտիան 2 ժամուկես էր տևում, դրանից հետո անպայման կամ պարտիան հետաձգվում էր, կամ էլ սլակի ժամանակի սպառման հետևանքով կարող էր կողմներից որևէ մեկը պարտության արժանանար։ Իսկ այս ժամանակ մրցակիցները նամակագրությամբ երբ խաղում էին, անսահմանափակ էր ժամանակը։ Հետևաբար կարող էին ուսումնասիրել գրականություն, հանրագիտարաններ, կարող էին խորհրդատվական կարգով որևէ հայտնի շախմատիստից իմանալ դիրքը ինչպիսին է գնահատական տալ եւ հետեւաբար այդ պարտիաները բավականին հասուն էին լինում։ Ահա այդպիսի պարտիաներից մեկը, որ ես ձեզ ներկայացրեցի, դիրքը նախնական եւ գնահատենք դիրքը։ Սևերը բավականին ակտիվ են թագուհու թևում։ Սպիտակները իրենց հերթին, չնայած նյութական պակասության, մի զինվոր պակաս են, ուշադրություն դարձրեք, սևերի զինվորների քանակը մեկով ավել է։ Այսուհանդերձ սպիտակները իրականացնում են գրող ուժեղ ճնշում ունեն արքայական թևում։ Բացի այդ, նրանց ձին հարձակվել է A5-ում գտնվող թագուհու վրա, եւ եթե թագուհին նահանջի, հաջորդ քայլին սպիտակները կիրականացնեն գեղեցիկ մտահղացում, փիղ J5-ը կվերցնի F6, եւ եթե փիղը վերցնում է E7-ից F6, հետևում է J5 քայլը։ J5 քայլից հետո գծերը բացվում են հորիզոնականներ եւ ես չեմ ուզում երկարացնել, քանի որ մեր նպատակը կոմբինացիան հավերժական շախի միջոցով խաղի փրկումն է։ Մի քանի քայլից հետո, եթե շարունակությունը այս կերպ գնա, սևերը կհանձնվեն, որտեղ արագորեն սպիտակների ֆիգուրաները կներխուժեն արքայական թև, բաց արքան պաշտպանություն գտնել չի կարող։ Հետևաբար այս իրավիճակում գնահատվում է սևերի դիրքը ծանր, չնայած նրանք ունեն նյութական առավելություն, բայց սևերով խաղացողը օգտվելով հավերժական շախ գաղափարից իրականացնում է գեղեցիկ կոմբինացիա։ Հիշեք, կոմբինացիայի հիմքում անպայման զոհաբերությունը առկա է։ Որևէ թանկագին խաղակար փոխանակվում է որևէ իր մագարտակով ավելի էժան խաղակարով, կամ հենց այնպես նվիրատվություն է արվում, բայց մի քանի քայլ անց ոչ միայն կորցնարարզնից հետ վերադարձնում, այլև մի բան էլ ավելի։ Քայլը սևերինն է։ Նավակ B5 վերցնում է B2 շախ զոհաբերվում է նավակ։ Տեսնենք արդյունքում ինչ է ստացվում։ Արքա երկրորդ քայլ համարենք B1 B2 ուշադրություն դարձրեք, եթե ձիով է վերցվում, հնարավոր չէ նավակը ոչ թե արքայով վերցնել, այլ ձիով։ Ձի C4 B2 Ապա այս դեպքում թագուհին քանի որ այլևս հարվածի տակ չի մնում, հետևում է բավականին ուժեղ քայլ սևերի կողմից։ Ձի F6 D5 Եվ այս դիրքում այլևս շատ դժվար է սպիտակներին պաշտպանվել ճանկարքից։ Ձին սպառնում է շախ հայտարարել C3 դաշտից, որի հետևանքով ոչ միայն կարող է թագուհին կորչել,
այլև հնարավոր է կրկնակի հարված A2 դաշտի վրա եւ բավականին նյութական մեծ կորսնուց հետո հնարավոր է որ սպիտակները պարտվեն։ Հետևաբար ձիով վերցնելը համարվում է ոչ լավ քայլ, ոչ լիարժեք քայլ, ոչ ճիշտ քայլ այս դիրքում։ Ուրեմն թագուհու արքան հենց մեր արած քայլը դե արքան B1-ից վերցնում է B2 քայլը համարենք այս դիրքում լավը, լավագույնը։ Հաջորդ քայլ, երրորդ փիղ E7 A3 շախ։ Ուշադրություն դարձրեք։ Երկրորդ զոհաբերությունն է կատարվում։ Ֆիգուրայի երկրորդ զոհաբերությունը։ Եվ սպիտակները այն չընդունել չեն կարող։ Քանի որ եթե նահանջում են A1 կհետևի թագուհի C3 շախ եւ դարձյալ անվերջ շախերով ոչ ոքի են հանգում, իսկ եթե նահանջում է B1 դարձյալ B4-ից շախ եւ այլևս հավերժական շախից խուսափել սպիտակները չեն կարող։ Ձի C4 վերցնում է A3 թագուհի սևերի քայլն է A5 B4 շախ։ Դարձյալ այս դեպքում ուշադրություն դարձրեք արքան ունի երկու դաշտ նահանջելու A1 կամ C1 C1-ի դեպքում C1 նահանջելու դեպքում թագուհին վերցնում է A3 շախ եթե արքան D2-ը տեղափոխվում զինվորի պաշտպանությամբ թագուհին շախ է հայտարարում C3 դաշտից եւ ավերժական շախ իսկ եթե արքան նահանջում է A1 դարձյալ C3-ից շախ արքա B1 նորից B4-ից շախ հավերժական շախի գաղափարը օգտագործելով սևերը հասնում են ոչ ոքի շատ գեղեցիկ նպատակասլաց զոհաբերություններ որի արդյունքում գրանցվեց ոչ ոքի այսինքն հավերժական շախի նպատակը իրականացվեց կոմբինացիա կիրառվեց որի արդյունքում ստացվեց ոչ ոքի հիմա մենք դիտարկենք մեկ ուրիշ դիրք որտեղ դարձյալ հավերժական շախն է թեման բայց այս դեպքում նորությունը այն կլինի որ մենք կիմանանք շախմատային մի գեղեցիկ տերմին հասկացության կծանոթանանք հետ եւս, որը կոչվում է կատաղած նավակ, այդպես են անվանում, երբ նավակը կարող է ցանկացած քայլին ինքը պատրաստ լինել զոհաբերության, սակայն այդ զոհաբերությունը վերցնել մրցակիցի կողմից անհնարին է, քանի որ արդյունքում ստացվում է պատ։ Քանի որ այսօր բավականին ծավալուն խոսք գնաց եւ ինչ-որ չափով նաեւ հոգնեցուցիչ էր դիրքի բարդությունը ցնելով նպատակահարմար եմ գտնում այդ գեղեցիկ ոչ ոքու դիրքերը, որը մի քանի օրինակով է դարձյալ հավերժական շախի գաղափարն ենք օգտագործում, կատաղած նավակի թեման ենք օգտագործելու հաջորդ դասին թողնենք եւ բավարարելով այսօր ասենք ստեսություն միշտ նոր հանդիպում